Ֆրինյուզի եթերում լուրերից դուրս հերթական միացումն է Փարիզ, որտեղից ինձ հետ կաշխատի միջազգայնագետ Արման Ավագյանը։ Բարև Արման։ Ողջույն Գայի ջան։ Արման ջան, մինչև ողջույնների փոխանակումը առաջարկում եմ անգամից սկսենք տեսանյութից, որից հետո արդեն շարունակենք մեր զրույցը։ Շատ լավ։ Շատ լավ։ Տեսանյութ այժմ։ Վերջին օրերի իրադարձությունները կարելի է բնութագրել մեկ բառակապակցությամբ՝ աշխարհաքաղաքական շրջադարձ։ Այլ կերպ ասած, Հայաստանը վերջնականապես дурս է գալիս Մոսկվայից ստվերից։ Կայացվել է որոշում, որի մասին տասնամյակներ շարունակ անգամ վախենում էին բարձրաձայնել։ Помню, не зря. Пятый день ноября. Թե ինչպես Հայաստանի ներքին գործերի նախարարությունը ընդունեց Հայաստանի եւ Եվրոպական միության միջև վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ճանապարհային քարտեզը, եւ դա պարզապես թղթի կտոր չէ, դա իրական անկախության հռչակագիր է, անկախություն Կրեմլից, անկախություն մոսկովյան ճիրաններից։ Մենք ականատեսն ենք պատմական իրադարձության։ Եվրոպան բացում է իր դռները, որովհետեւ Հայաստանը պատրաստ է ապրել ժողովրդավարության, թափանցիկության եւ մարդու իրավունքների արժեքներով։ Այլ կերպ ասած, ստորագրված փաստաթուղթը Երևանին տեղափոխում խոսքերից դեպի գործնական քայլեր։ Հայաստանն այլևս չի սպասում Կրեմլից թույլտվության, այլ ինքն է որոշում սեփական ճակատագիրը, մինչ Ռուսաստանը շարունակում է պարգևատրել իր հավատարիմներին, այն էլ տեղի անտեղի։ Այդ իսկ պատճառով, մինչ Կրեմլում պարգևատրվում են կրեմլամերձ ուժերը, Ֆրանսիան իր հերթին շարունակում է մնալ Հայաստանի ամենաակտիվ ու հուսալի գործընկերը։ Ֆրանսիայի դեսպանն այս օրերին խոսում է ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին, անվտանգության, հայոց դիմադրության եւ ֆրանս-հայկական ռազմական համագործակցության։ Ասել է, թե Փարիզը գործում է այնտեղ, որտեղ Ռուսաստանը ծուլանում, լռում կամ էլ մանիպուլացնում է։ Միևնույն ժամանակ հայաստանյան որոշ քաղաքական ուժեր փորձում են ներկայացնել այդ գործընթացները որպես դավաճանություն, բայց ում են նրանք պաշտպանում։ Մոսկվային, որը լքեց Հայաստանը կախվածության մեջ պահեց, թե համակարգը, թե մեր պետականությունը մեզ վերաբերվում էին ինչպես ստրուկների։ Робот сочинит симфонию. Робот превратит кусок холста в шедевр искусства. А вы? Այդպիսով Հայաստանը հասկացավ, որ Եվրոպան վտանգ չէ, այլ հնարավորություն։ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան թշնամիներ չեն, այլ գործընկերներ։ Վիզայի ազատականացումը ոչ թե ձևականություն է, այլ քաղաքակրթական կամուրջ, այնտեղ, որտեղ ազատությունը գերադասվում է ենթակայությունից։ Այո, դեպի Եվրոպա ճանապարհը հեշտ չէ, այն պահանջում է բարեփոխումներ, որտեղ կոտրվելու են հին եւ կաղապարված սխեմաները, որտեղ որոշ քաղաքական այրեր կկորցնեն իրենց դերը, իսկ օլիգարխները մենաշնորհները։ Բայց դա անկախության գինն է, եւ այդ ամենի ֆոնին Եվրոպան հաստատում է Հայաստանը ստացել է վստահության մանդատ։ Բայց այդ ճանապարհով պետք է անցնի ինքնուրույն, որպեսզի Հայաստանի պատմությունը դադարի լինել ողբերգություն, որովհետև եվրոպական ուղին փախուս չէ անցյալից, այլ վերադարձ ի շրջանս յուր։ Երբ Երևանն ասում է այո բարեփոխումներին եւ ոչ կախվածությանը, մուտք գործելով նորագույն պատմական շրջան, սեփական կամքով, սեփական ձայնով եւ սեփական արժանապատվությամբ, որովհետև մինչ Եվրոպան կառուցում է կամուրջներ, Մոսկվան շարունակում է փորել խրամատներ, սեփական բնավորության համաձայն։ Նույն էնտուզիազմով ռուսական քարոզչամեքենան փորձում է պիտակավորել ամեն բարեփոխում, բայց հասարակությունն այլևս չի ընկնում այդ ծուղակը։ Հայաստանը հասկացել է անկախությունը պաշտպանվում է գիտակցությամբ եւ արժանապատվությամբ։ Այդ իսկ պատճառով ամերիկյան եւ եվրոպական գործընկերները շեշտում են. Հայաստանը դարձել է տարածաշրջանում ժողովրդավարական հավասարակշռության կղզյակ։ Խաղաղության գործընթացը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, բայց հիմա առաջին անգամն է, որ բանակցություններն ընթանում են Կրեմլից անկախ։ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ցորենը վկա, որովհետեւ երբ Երևանն ու Բաքուն խոսում են առանց միջնորդի, իսկ արևմուտքը հետևում է որպես երաշխավոր, գործ ունենք խաղաղության գործընթացի, ոչ թե վասալացման հետ։ Հայաստանի եվրոպական ինտեգրումը ոչ թե մարտահրավեր է, այլ ռազմավարություն։ Եվրոպան դառնում է ոչ թե հեռավոր երազանք, այլ առօրյա ներկայություն։ Այո, ճանապարհը հեշտ չի լինելու։ Մեզ սպասում է ներքին դիմադրություն եւ հին շահերի բախում, բայց ի վերջո Հայաստանը հպարտ կհայտարարի. մենք փոքր ենք, բայց ազատ։ Մենք քիչ ենք, բայց անկախ։ Մենք չենք վախենում ընտրել մեր ճանապարհը։ Դա է Հայաստանի նոր պատմությունը, ոչ թե գոյատևելու, այլ ապրելու պատմությունը, ոչ թե սпасելու, այլ որոշելու ժամանակը։ Ընտրությունները մոտ են, արժևում վերջին մարտն է։ Պետք է միայն կենտրոնանալ, որպեսզի ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում անել վերջին քայլը։ Որովհետև Հայաստանը կանգնելու է պատմական ընտրության առաջ։ Ազատություն, արժանապատվություն ու եվրոպական արժեքների ընտանիք, թե ճահիճ, որտեղ իշխում են վախն ու ստրկամտությունը։ Պատասխանն արդեն կտա ժողովուրդը։ Այս անգամ երկու արարով։ Մեկը էջմիացնում, մյուսը հանրապետության մակարդակով։ Ահա, տեսանյութը դիտեցինք, ամեն ինչ առավել քան հասկանալի է,
Առաջարկում եմ սկսենք մեր զրույցը Եվրամիության հետ վիզաների ազատականացման թեմայից։ Հիշում ես, ամիսներ առաջ մենք խոսում էինք էլի այս թեմայից, ու այն ժամանակ կար այսպես հոռետեսական մոտեցում, որ դե հեսա Եվրամիությունը կսկսի ձգձգել, որտեվ այդ նույն process-ը Վրաստանի հետ, Մոլդովայի հետ տարիներ է տևել, բայց արի ու տես, որ արդեն իսկ փաթեթը փոխանցվել է Հայաստանին, գործողությունների ծրագիրը, եւ այդ ծրագիրը Հայաստանը, այսպես ասած, տնային աշխատանքը նորմալ ու արագ կատարելու դեպքում մենք կդառնանք սենց ասած հետ խորհրդային երկրներից հերթական արտոնյալ երկիրը, արտոնյալ պայմաններով կարողանանք ոնց որ ասած քաղաքակիրթ սպիտակ մարդու տեսքով գնալ Եվրամիություն։ Հատկապես որ գիտեք վիզաների ազատականացման process-ը լինելով ինքը բավականին բարդ process Եվրամիության բոլոր երկրների համար, որը իր մեջ ներառում է այն փաստը, որ տվյալ երկրի քաղաքացիները չեն ունենալու, այդ գայթակղությունը լքել իրենց երկիրը, որը նաև մեր համար ռազմական խնդիր է Հայաստանի համար, որպեսզի վերջ-վերջը չդատարկվի երկիրը, նշանակում է այս ընթացքը նշանակում է, որ այդ տնային աշխատանքները բավականին լավ են կատարվում են բավականին արագ, եւ ինչ խոսք այստեղ նաև չպետք է մոռանանք նաև այս քաղաքական, իրավիճակը ներկայիս, հատկապես որ բառացիորեն քիչ առաջ իմացանք նաև որ Եվրոպական միությունը օրինակ ավելի է դժվարացրել Ռուսաստանի քաղաքացիների համար վիզաների ընդունումը։ Այո, եւ Եվրամիությունը նաև դեռևս ընթացքի մեջ է այդ որոշումը, այսուհետև Եվրամիության անդամության թեկնածուների համար նշանակելու է փորձաշրջան։ Այո, որը նորմալ process է, այդ փորձաշրջանը նորմալ process է, որովհետև պետք է մեր բոլոր ինստանցիաները, մեր կառավարման մարմինները բոլորը իրենց տեղում լինեն, աշխատանքները նորմալ կատարեն, որպեսզի, ինչպես նշեցինք, այդ արտագաղթային, որևիցե այդ ռիսկերը հասցնեն մինիմումի, եթե ոչ զրոյանան, եւ այդ առումով փաստորեն ստացվեց նաեւ որ Հայաստանի Հանրապետությունը վստահություն է ներշնչում եւ այդ process-ը ել ավելի արագ է ընթանում, քան թե կարելի է կարծել։ Իհարկե, եթե նաեւ մենք արտագաղթից խոսենք, ինձ թվում է արտագաղթի խնդիրը ներկայումս Հայաստանի համար արդեն իսկ այդքան սպառնալի չէ, ինչի համար նախկինում շատ հրապուրիչ եւ ամենահեշտ արտագաղթելու երկիրը դա Ռուսաստանի Դաշնությունն էր։ Ոչ մի բան պետք չէր, անձնագիր ունենայիր, անձնագրի մեջ ելքի կնիքը խփվեր, գնում ես քո համար լեզուն հասկանում ես, քո լեզուն հասկանում են եւ կաշառքների համար համապատասխան գումարներ ունես, ժեկի պետին, միլ պետին, սրան նրան, որը ցեխնդիր չկար։ Բայց հիմա Ռուսաստանը իր գրավչությունը ամբողջությամբ կորցրել է։ Դրան գումարած այսօր ռիսկ կա նաև Ռուսաստան գնալու դեպքում։ Այո, որովհետև տեսեք, եթե խոսքը վերաբերում է երիտասարդներին, այսօր կամ վաղը կամ մյուս օրը ռիսկը նա է, որ կարող են նույն փողոցից հավաքագրել եւ տանել ռազմական։ Ոչ մեկը դրանից ապահովագրված չէ Ռուսաստանում այսօրվա եւ հատկապես որ գիտեք այդ էկոնոմիկական բարդ իրավիճակներում ժողովուրդները ինչպես տեսնում ենք դա նաեւ Եվրոպայում շատ ավելի հեշտությամբ մեղքերի բարդման այսպեսի մի տենդենց կա միգրանտների վրա, չէ՞։ Միգրանտների վրա եւ չպետք է մոռանանք մի բան, այդ շատ ցայտուն փաստ է, որը ես ինքս իմ մաշկի վրա եմ նկատել իմ ճանապարհորդությունների ընթացքում, ճանապարհորդելով կարելի ասել բազմաթիվ երկրներում աշխարհում, միայն Ռուսաստանում եմ զգացել ռասիզմի այդ ֆոնը, որը շատ ընդգծված է, որովհետև վերջի մենք համարվում ենք այդ Կովկասի ժողովուրդները մուգ մաշկի գույն, չգիտեմ մազերի գույն եւ դրանից ելնելով դա ամենատհաճ երևի թե երևույթներից մեկն է, որ Ռուսաստանում միշտ արկա է եղել եւ
ինձ թվում է թե ավելի բարդ կլինի այսօրվա իմիգրանտների համար, որոնք իրենց վրա պետք է կրեն այդ էկոնոմիկայի բարդ իրավիճակի ողջ պատասխանատվությունը։ Առաջարկում եմ գնանք Միացյալ Նահանգներ, որտեղ Թրամփը հերթական, այսպես կարելի ասել, այսպես բնորոշել, հերթական հաղթանակը տարավ ռուսական հետխորհրդային Ռուսաստանի դեմ, ինչու եմ նշում հենց հետխորհրդայինը, որտեղ մենք անդամակցում ենք մի կազմակերպության, որը կոչվում է ՀԱՊԿ, եւ այդ ՀԱՊԿ-ի, չէ, եւ այդ ՀԱՊԿ-ի դեռ եւ այդ ՀԱՊԿ-ի գլխավոր լոկոմոտիվներից մեկը Ռուսաստան, Բելարուսից բացի նաև կենտրոնաասիական պետություններն են։ Եվ հիմա ինչ է ստացվում, կենտրոնաասիական պետությունները 5 հոգով Թրամփի մոտ Վաշինգտոնում սեղանի շուրջ նստած խոսում են, թե ինչքան խելոք է Թրամփը, ինքը աշխարհի պրեզիդենտ է, ամեն մեկը ներկայացնում է, թե երկիրը ինչ գրավիչ բաներ ունի Միացյալ Նահանգների էկոնոմիկայի համար, Ղազախստանը ասում է ես ձեզ ուրան եմ տալիս, Ղրղստանը ասում է ես պատրաստ եմ իմ սարերից ինչքան ուզում եք այդ հազվագյուտ մետաղներից տամ, Տաջիկստանը այնտեղ ինչ որ հատուկ մի մետաղի մասին է խոսում, որը Միացյալ Նահանգները տարեկան մինչև 15000 տոննա ներմուծում է։ Դու հասկանում ես, չէ՞, ինչա տեղի ունենում մեր աչքի առաջ, ինչպիսի տրանսֆորմացիա։ Կենտրոնաասիական պետությունները նախ կամաց փոխվում էին Ռուսաստանից դեպի Չինաստան, մի քիչ էլ Թուրքիա, ու հիմա այս կենտրոնաասիական պետությունները փաթեթով, այն պապիները նախկին կոմունիստ, մեկն անդամն է մեջներից երիտասարդ, նստած են Վաշինգտոնում եւ ձոներ են հղում Թրամփին։ Իրականում այդ ազդեցության ոլորտի փոփոխություն է կատարվում մեր աչքի առջև։ Իհարկե։ Դա բավականին ցայտուն է այն պահով, որ բոլորս տեսնում ենք Ռուսաստանի հյուծվածության ֆոնին, որովհետեւ վերջերս Ռուսաստանը ինչպես էր պահում իր ազդեցության ոլորտում նմանատիպ երկրները, ընդհանրապես ցույց տալով, համենայն դեպս վախեցնելով, համենայն դեպս հասկացնելով, որ նա տարածաշրջանի հեգեմոնն ու հզորն ու ամենաուժեղ բանակներ, մի խոսքով դա վախեցնող հանգամանք էր ավելի շատ, չուներ իր մեջ տնտեսական հեռանկարային ինչ որ լուծումներ, այլ ավելի շատ էդ էր, հա, ինչպես ասում են, կամ սա է, կամ ուրիշ ոչինչ, եւ վերջիվերջո այսօր Թրամփի գաղափարները նրանում, որ այդ խաղաղությունն է պետք, խաղաղության ֆոնում է, որ զարգանում են տնտեսությունները եւ խաղաղության այդ ֆոնի տակ նաև զարգանում են բիզնեսները եւ վերջիվերջո Կովկասյան ռեգիոնը ազդեցության ոլորտներից դուրս հանելուց հետո մյուս քայլը արդեն կենտրոնական Ասիայի երկրներն են, ինչպես ճիշտ նշեցի, այո, ուրանի 25, Ամերիկայի Միացյալ Նահանգների ուրանի 25% ապահովում է Ղազախստանը, այո։ Դա բացառիկ թիվ է, Ղազախստանը ինքը համարվում է շատ լուրջ արտահանող այդ ուրանի, ինչպես նաև գազի եւ այլ բնական ընդերքների եւ ըստ այդմ բացառիկ կարեւորություն ունի այո եւ Չինաստանի համար եւ Միացյալ Նահանգների, ասել կուզի արևմուտքի, հա, եվրոպական երկրների համար եւ այս ամբողջը միտված է նրանում, որպեսզի արդեն ըստիս շրջանցել ռուսական ազդեցությունները եւ այլևս չլինի այդ կախվածությունը, որովհետեւ տեսանք այդ կախվածությունները ինչերի են բերում եւ ցայտուն օրինակ է դրա նաև այն մարտական գործողությունները, որ տեղ են ունենում Ուկրաինայում եւ բնականաբար բիզնեսը չի կարող տանել, բիզնեսի համար նորմալ չէ, հա, այդ ճանապարհների փակ լինելը կամ այդ ոչ արդարացված շրջանցումները, դրան գների գնաճ են բերում եւ այսօր ինչքան հնարավոր է պետք է ճանապարհները լինեն բաց եւ դրան է միտված Թրամփի այդ ուղին, որը շատ լավ անունը նշվեց եւ իր անունով ուղին է եւ որը խթան է հանդիսանալու բոլոր այս երկրներին տարանցիկ ճանապարհները Հայաստանով, հա, գնալ դեպի Թուրքիա, ըստ այդմ գնալ դեպի Եվրոպա եւ մյուս կողմից դա նաեւ ինչ խոսք, ինչպես նաեւ նշեցի, Չինաստանի համար է դա մեծ պլյուս, ինչքան էլ որ համարենք, որ Ռուսաստանը հեգեմոն է, բայց դա արդեն հեգեմոն էր, երևի թե կարելի ասել։
Եվ այստեղ ավելով չի հիշատակել նաև ռուսական ասացվածքով եմ ուզում ասել, այն վիշինկա նա տորտ է, հա, բալը տորտի վրա, Թրամփը այս մարդկանց հետ խոսալուց իր բացման խոսքում կենտրոնասիական պետությունների պրեզիդենտների, ղեկավարների ներկայությամբ խոսում է թրիփից, խոսում է այն մասին, որ այդ ճանապարհը աշխարհի ամենակարևոր ճանապարհներից մեկն է, սա ես ասում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ասում են դե լավ, հա ինչա ստից մի հատ բան է, այնքան որ Ադրբեջանին ճանապարհը տրվել Ադրբեջանից Նախիջևան, Դեզդեն, հեսա կգան, էս կանեն, այն կանեն, Թրամփը խոսում է թրիփից որպես աշխարհի ամենակարևորագույն կոմունիկացիա, եւ այս մարդկանց միջինասիական պետությունների ղեկավարներին ասում է, այս ճանապարհը նաեւ ձեր համար է։ Այսինքն այստեղ ի՞նչ է նշանակում, հա, մենք վերցնենք ուղղակի պատկերացնենք կենտրոնական Ասիան 5 պետություններ, բոլորը ունեն օգտակար հանածոներ, բոլորը ունեն արտահանման համար, հա, անսահման քանակությամբ ամեն ինչ, եւ այդ ամեն ինչը պետք է գա անցնի այս ճանապարհով։ Ժողովուրդ, մի հատ մտածեք ու պատկերացրեք, էլի ինչի մասին է խոսքը։ Կամ ու եթե կուզեք, պատկերացրեք ինչից ենք մենք զրկված Ռուսաստանի շնորհիվ։ 30 տարի շարունակ, այո։ Այո, եւ դրա համար Ռուսաստանը ներողություն Արման ջան, դրա համար Ռուսաստանը մեր հարևանների լեզվով ասած ափալ-թափալ սկսեց իր ծորենը ուղարկել Ադրբեջանով դեպի Հայաստան, որ ես էլ կամ, ինձ էլ նկատի ունեցեք։ Որովհետեւ դե ֆակտո երևի թե ավելի լավ է մասնակցել, քան այդտեղ էլ դուրս մնալ։ Հա, որովհետեւ այլ դրանք չկա, ճանապարհները բացվում են, խաղաղություն, չկա կռիվ, չկա պատերազմ, կան համաձայնություններ, չկան թակարդներ, որոնք միշտ եղել են մեր վզին դրած, որոնք միշտ հնարավորություններ են տվել, որպեսզի այդ բոլոր վիճելի հարցերը լուծվեն, այսպես ասած Մոսկվայում, որն էլ մերթ լուծել է իր շահերից ելնելով լուծել է այն պահով, որ դա կարող է ձեռք տալ հայերին, մի քիչ էլ ձեռք տա թուրքերին, վերջը տեսանք եւ դեպքերի զարգացումը այնպես ստացվեց, որ վերջը հասկացանք, որ այստեղ Հայաստանի շահերը ընդհանրապես պաշտպանված չէին, շատ ավելի վատ։ Մեր երիտասարդ զինվորները շատ հաճախ զոհվում են ինչ-որ պատրանքների համար, որոնք գոյություն չունեն եւ ընդհանրապես դրանք մի առիթ են, որպեսզի Ռուսաստանի համար ապահովեն իր գերակա շահերը ռեգիոնում եւ ոչինչ ավել։ Եվ պատահական չէր, երբ որ Օրբելի վերլուծական հետազոտական կենտրոնում ելույթ ունեցավ վարչապետը եւ բազմաթիվ մեսիջներից բացի ինքը մի շատ կարեւոր բան ասեց, որը ինձ թվում է ամենաշատն է ցավեցրել կամ ցավեցնելու ռուսներին, դա այն փաստն է, որ Թրիփում երկաթուղին, որը գլխավոր ոնց որ ասած արյունատար անոթներից մեկն է այդ նախագծի, այո, կառուցվելու է ամերիկացիների կողմից։ Սա ջրեց նոյեմբերի 9-ի պարտադրանքը, մնացած ամեն ինչը, Զանգեզուրի միջանցքը եւ այլն եւ այլն։ Իհարկե, որովհետեւ այստեղ մի բան պետք է ֆիքսենք, Գագիկ ջան, այս թրիփի համաձայնագիրը, բացի նրանից, որ իհարկե Միացյալ Նահանգներն են այստեղ, բացի նրանից, որ այդ թրիփը կրում է հենց իրեն Թրամփի անունը, որը բնականաբար նախագահ կապիտալիզացնում է եւ պետք է կապիտալիզացնի, սա նաեւ մի շատ կարեւոր նախագիծ է, որը ի գործ է դրվում, որը գալիս է ապացուցելու, որ խաղաղությունը հնարավոր է եւ բ խաղաղության դեպքում հնարավոր են ժողովուրդների տնտեսական զարգացումներ, հնարավոր են փոխադարձ տնտեսական շահեր եւ այդ տնտեսական փոխադարձ շահերի հիման վրա կարելի է կառուցել ժողովուրդների միջև, հա, այսպես ասենք, համակցություն, եթե չասենք բարեկամություն, եթե չասենք եղբայրություն, գոնե համակցություն, իրար հետ նորմալ հարևաններով ապրել,
որովհետև այստեղ փաստացի այստեղ պրինցիպը այլ է, պրինցիպը ոչ թե նրանում է կայանում, որ այստեղ ուժով, պարտադրելով, կռվով, թույլ ուժեղին պարտադրելով են կատարվում հարաբերակցություններ, այլ ընդամենը տնտեսական, այլ ընդամենը համագործակցության, այլ ընդամենը փոխադարձ շահերի հիման վրա, եւ այդ փոխադարձ շահերի հիման վրա են, որ պետությունները կարողանում են իրար հետ համագործակցել, այլ ոչ թե կռվել, որովհետեւ կռիվը բերում է միայն վնասներ, միայն վտանգներ, չհաշված իհարկե մարդկային կորուստները, որոնք ամենաահավորն են այս ամբողջում։ Եվ ի վերջո օրինակը բերեմ, Թրամփը ինչպես մեկ օրում դադարեցրեց երկու միջուկային տերությունների միջև պատերազմը, Հնդկաստանի եւ Պակիստանի միջև, եւ ինքն էլ պատմում էր, մարդը շատ անկեղծ սիրում է ամեն ինչը պատմի։ Ասում է զանգեցի ես առաջ օրը Պակիստանի նախագահին, ասի լսի, եթե դու այս կռիվը շարունակելու ես, ես քո հետ առևտուր չեմ անելու եւ սանկցիաներ եմ կիրառելու։ Նույն բանը զանգում է Թրամփը Հնդկաստանի վարչապետին, նույն բանը ասում է այնտեղ։ Եթե դու շարունակես եւ երրորդ օրը այս երկուսը զանգում են այդ Թրամփին ու ասում են վերջ։ Հրադադար, մենք դադարացնում ենք կռիվը։ Այո, տնտեսական լծակները, որոնք պետք է գերակա լինեն, այլ ոչ թե գաղափարական ուղենիշները, այդ գաղափարականությամբ է այսօր Ռուսաստանը առաջնորդվում, ինչպես տեսնում ենք, ի հակառակ տնտեսական շահերի, որովհետև եթե այսպես նայենք, տնտեսական ոչ մի շահ չկա Ռուսաստանի այսօրվա կեցվածքում միջազգային հարթակներում։ իհարկե, եւ իրենք շարունակում են իրենց ռազմավարությունը այն իմաստով, որ վախացնենք, համոզենք, չգիտեմ ինչ անենք, այնտեղ որ Շոյգուն էր 2 օր առաջ խոսում, ասելով, որ դե հա, ինչա, որ այդ թրիփը Իրանից ներկայացնում, հələ դեռ նայեք դրա երկարությունը, հիմա դուք նայեք մեր միջանցքը, որ պետք է գարու։ Այս մարդիկ ընդհանրապես չեն հասկանում, որ իրենց տարածքով այսօրվա քաղաքականության պարագայում ոչ մի կոմունիկացիա չի անցնելու, ուղղակի չի անցնելու, Չինաստանը, իրենց բարեկամ Չինաստանը, իր միլիարդավոր տոննա ապրանքները չի ուղարկելու Ռուսաստանի տարածքով։ Այո, որովհետև Ռուսաստանը վստահություն չներսրճող տերություն է, եթե չասենք գերտերություն, նա մի պետություն է այսօր, որը որևիցե մի երկրի չի տրամադրում իր հետ զարգացնելու ինչ-որ տնտեսական կամ ընդհանրապես հեռանկար գծելու, որովհետև ինչպես տեսնում ենք նրանց վարած բոլոր քաղաքականությունները ամբողջը բերում են ինչ-որ տուպիկային ինչ-որ մի իրավիճակի, որտեղ Ռուսաստանը բախվում է միմիայն խնդիրների եւ վերջիվերջո այսօր նույն Չինաստանը այսօր ինքը իր լինելով նաեւ գաղափարական պետություն չի մոռանում իր բիզնես շահերը եւ նրանց այդ իրենց պարադիգմը շատ հետաքրքիր է, հիմնվելով գաղափարական ինչ-որ հենքի վրա, նրանք չեն մոռանում իրենց տնտեսական շահերը եւ տնտեսությունն է, որ վերջիվերջո բերելու է հենց իրենց ժողովրդի բարօրության եւ իրենց հզորացմանը, ինչին որ այսօր Ռուսաստանը հույսը դնելով իր բնական պաշարների անվերջ էքսպլուատացիայի վրա կարծում է թե պետք է շարունակի այդ պատերազմական տնտեսությամբ, պետք է շարունակի պատրանքներ ստեղծել երկրի ներսում, որ կա ինչ-որ մի տնտեսություն գործում է, բայց դրանք բոլորը կարճ եւ ընդհանրապես ոչ մի հերանեկար չունեն, ոչ մի տնտեսագետ չի կարող հերանեկար գծել պատերազմող Ռուսաստանի հետ եւ դրա վառանցքը կենտրոնական Ասիան տեսանք, Կովկասը վերջ տարանջատվեց, կարելի է այսպես ասել, որտեղ ես համարում եմ, որ նույն Կովկասյան ռեգիոնում շատերը հասկանում են, ես շատ համոզված եմ, որ նույն Կովկասյան ռեգիոնում Թուրքիան շատ շուտով պետք է սահմանները բացի եւ դա բխում է նաեւ իր շահերից, այլ ոչ թե այն հայերի շահերից եւ վերջիվերջո այդ նույն կենտրոնական Կովկասից եկող ապրանքներն են, որ կարող են գնալ Թուրքիա, այն դեպքում, երբ որ վերջիվերջո Էրդոգանը մեկ օր շուտ կարողանա բացել մեր սահմանները ոչ միայն երրորդ երկրների, այլ նաեւ անմիջապես Հայաստանի եւ թուրք
ժողովուրդների միջև կամ երկրների միջև։ Եվ իհարկե անմասն չեն մնում այս ամեն ինչից պրոռուսական ուժերը, որոնք կրկին Հայաստանում գործող պրոռուսական ուժերը, որոնք կրկին փորձում են, այսպես ասած, կրակի վրա յուղ լցնել, մարդկանց վախերի վրա աշխատել։ Հիմա կրկին ես այսօր նայում եմ սոցիալական ցանցերը, այստեղ այնտեղ սենց դուրս է սպրդում ինչ որ մեկը կամ ինչ որ մի այսպես ճակերտավորվել լուծաբան կամ չգիտեմ քաղաքագետ կամ քաղաքական գործիչ, որ հեսա պատերազմ ալնելու, հեսա կռիվ ալնելու, հեսա Ալիևը հարձակվելու, բա տեսակ Ալիևը այն օրը ինչ ասեց, այն օրը ասեց, որ Գյոքչանետի բանը Սևան չի անունը, այլ Գյոքչայի անունը, եւ ուրիշ տեղ անուններ նշեց, դես տեն ռուսական մոդելը երբեք չի փոխվում։ Երբեք, եւ պրոռուսական ուժերը նույն տրամաբանությամբ։ Որը հիմնված է կռիվների, կոնֆլիկտների, իրար մեջ տարաձայնությունների հարթման, որտեղ ինքը Ռուսաստանը կարող է լինել հաշտարար ինչ-որ մի հարթակ, բայց ոչ երբեք Միացյալ Նահանգների նման մի պետություն, որը ինչպես նոր նշեցինք, երկաթգիծ է կառուցում երկրում, որը բերում է իր ինֆրաստրուկտուրաների զարգացման բոլոր պլանները տեղ ռեգիոնում, որը կառուցողական քաղաքականություն է իրականացնում, որը ազգերի սուվերենության եւ ինքնահաստատման եւ ինքնորոշման հարցերը ամենավերևում է թողնում, այսինքն ցանկացած երկիր, որ կմասնակցի տնտեսական այդ բոլոր համաձայնագրերում, նա պահպանում է իր սուվերենությունը եւ վերջի վերջո հենց այստեղ է խնդիրը, որ Ռուսաստանը առաջ է գնում երկրների սուվերենությունը հարցի տակ դնելով, երևի կարելի է այսպես ասել, փորձել ինչ-որ օգուտներ քաղել իրենց համար եւ հիմքում ունենալով միայն վախը։ Բնականաբար այսօր ոչ մեկ այլևս չի վախենում եւ գնալով ինչքան շարունակվում է այս պատերազմը Ուկրաինայում, այնքան ավելի երկրները հասկանում են, որ դա ի վնաս Ռուսաստանի է եւ վերջի վերջո մարդիկ շատ լավ հասկանում են, որ իրենք ունեն երկրի ղեկավարները, դու ինքդ նշեցիր Կենտրոնական Ասիայում, թե ինչպես է նրանք եկել Թրամփի մոտ, որովհետեւ նրանք եւս Թրամփից ակնկալում են, այսպես ասենք, իրենց սուվերենության որոշ չափով նաեւ պաշտպանություն, որտեղ չմոռանանք, որ Ռուսաստանը նաեւ իր հավակնություններն ունի այդ ռեգիոնում եւ բնականաբար մի երկիր, որը նոստալգիայով եւ մեծ ցանկությամբ է լծված վերադարձնելու սովետական միությունը, ինչպես կարող է դա վստահություն ներշնչել այդ այսօր արդեն անկախ նախկին սովետական միության երկրներին, որոնք արդեն ուզում են, շնչում են անկախ, գնում են առաջ անկախ, ուզում են էքսպլուատացնել իրենց ընդերքը անկախ, ուզում են տնտեսական այսօրվա նոր գործոններից քաղել նոր օգուտներ եւ այդտեղ Ռուսաստանի դերը միմիայն վնասակար է։ Իհարկե, եւ դրա համար էլ Ռուսաստանը ինչով է փորձում աշխարհի վրա ինչ որ ազդեցություն գործել։ Հասկացաք, որ տնտեսականը չի ազդում, որ ամբողջ աշխարհը պատրաստ է անգամ տուժել քաղաքակիրթ աշխարհի մասին է խոսքը, բայց նաեւ Միացյալ Նահանգների սանկցիաների շնորհիվ նաեւ մնացյալ աշխարհը պատրաստ է տուժել, նույն Չինաստանը արդեն պատրաստ է տուժել ավելի թանկ նավթ առնել, քան այդ Ռոսնեֆտից կամ Լուկոյլից, որը որ կարելի ասել կոպեկներով։ Ինչ մնաց, Պուտինը սկսեց խոսալ են իր երկար խողովակից, այսպես ասած արեշնիկ, հիմա էլ նոր բան գտան Պոսեյդոն, այսպես թերթում են գիրքը, նայում են, տեսնում են հին հունական ինչ անուններ կա, հելնում են, հայտարարում են այդ անուններով իրանց նոր բալիստիկ հրթիռների մասին, ու ոչինչ չցուցադրելով, ոչինչ չներկայացնելով, դրա դիմաց Միացյալ Նահանգները դրեց մի հատ փորձարկում արեց։ 13,000 կիլոմետր տարածություն անցավ այդ մարտագլխիկ տեղափոխող հրթիռը եւ աշխարհին ցույց տվեց, որ դե որ ասում ես, ես ունեմ։
Իսկ դու ասում ես, Նրանք էլ ավելի վտանգավոր բան փորձեցին նաև քաղաքականացնել, եթե կարծեմ թե 3 էր, եթե չեմ սխալվում, համենայն դեպս մոտ օրերս հրավիրելով իրենց այդ անվտանգության խորհրդի նիստում, այո, այսպես խոսելով ատոմային էներգիայի կամ ընդհանրապես ատոմային ռումբի փոխա այդ հայլային ձևով, հա, նաև փորձարկումների մասին խոսելով, եւ վերջիվերջո նրանք վերջում նույնիսկ չհաստատեցին, որ նրանք ցանկություն ունեն վերսկսելու այդ փորձարկումները, որովհետեւ վերջիվերջո այսօր դրանք ընդհանրապես քողարկումն են այն բոլոր պարտությունների եւ հողում եւ հողի վրա, հա, կռվի դաշտում եւ տնտեսական հողի վրա եւ քաղաքական հողի վրա եւ վերջիվերջո նաև դիպլոմատիկ հողի վրա այսօր նրանք բացարձակապես նրանց ձայնը լսելի չէ եւ վերջիվերջո նույնիսկ երբ որ խոսում են նրանք ատոմային ռումբերից նրանց այլևս ոչ ոք լուրջ չի ընդունում, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ կան դրա հակազդող միջոցները, բոլորն էլ հասկանում են, որ դա վերջն է, բոլորն էլ հասկանում են, որ դա ինքնասպանություն է եւ ոչ մեկ պատրաստ չէ գնալ ինքնասպանության եւ այդ պատրանքներով այլևս այդ ուժի, այդ մկանների ցույց տալու այդ բաները, որոնք վերջի մանավանդ չեղած մկանները, այո, որոնք վերջի այդ մկանները պետք է լիքը լինեն, հա, տնտեսական ուժով, բայց դատարկ է։ Արման ջան, մեր եթերաժամը սպառվեց, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ Երևանից Փարիզ ձևաչափով լուրերից դուրս աշխատում ենք միջազգային ագետ Արման Ավագյանի հետ։ Ամենայն բարիք ձեզ։